Պարոն Թունյան, ես կուզենամ, որ ձեր եւ ձեր թիմակիցների մոտ ընկալումը ընդդիմության են դիրքորոշման հետ, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում մեր պետությունը շահում է, ճիշտ լինի, այսինքն մենք էլ շատ ուրախ ենք, որ մեր պետությունը դրանից օգուտ է քաղում, մենք էլ ենք ողջունում այդ, բայց ասում ենք, այդ եկած լրացուցիչ մուտքերը ճիշտ չի կառավարվում ու արդյունավետ չի կառավարվում։ Հիմա տեսեք, երկու օրինակ բերեմ ձեզ ու հարցը տամ, էլի։ Ամենաթարմ Սևծովյան ճգնաժամի արդյունքում Հայաստանում տուրիստական մեծ հոսք է գրանցվել եւ ըստ ռուսական այդ տվյալների շուրջ 40% ավելացել է դեպի Հայաստան տուրիստների հոսքը, որը բնականաբար մեր համախառն ներքին արդյունքի մեջ արտացոլվելու է։ Մի իրավիճակ, որի ոչ կառավարողը, ոչ այդ պայմաններ ստեղծողը չի եղել մեր պետությունը, բայց դրա դրական արդյունքները քաղողը մեր պետությունն է։ Ինչպես նաև դրա բացասականն է կա, որ ճգնաժամի արդյունքում նավթի տեղափոխումը այդ Սևծովում կամ հացամթերքի խնդիրները առաջացել։ Իմ հարցը հետևյալն է, պարոն Թունյան, ձեր գնահատականը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո մեր երկրի համախառն ներքին արդյունք եւ բարդի հարաբերակցությունը կտրուկ կաճի, փոփոխություն կկրի, թե ոչ։ Ինչի համար եմ ասում, որովհետև երբ որ պնդում ենք, որ ճիշտ է աճ կա մեր մոտ, դա պայմանավորված է այլ գործոններով, բայց դրան զուգահեռ պարտքն է ավելանում, դա մի տեսակ անհասկանալի է, որովհետև մեր պետությունից անկախ է այդ գումարները սկսել հոսել դեպի մեր բյուջե, մեր երկիր։ Իմ հարցին խնդրեմ առաջի պատասխանեք, համախառն ներքին արդյունք պարտք հարաբերակցությունը պատերազմի ավարտից հետո ձեր գնահատմամբ կտրուկ փոփոխություն կկրի, թե ոչ, եւ պատրաստ է մեր պետությունը դրան։ Շնորհակալություն։ Պարոն Մանուկյան, եթե դուք ինձ գոնե մոտավոր պատասխանեք, թե ռուս-ուկրաինական պատերազմը երբ կավարտվի, ես մոտավորապես ձեր հարցին կպատասխանեմ, որովհետև 1 տարուց մեկ այլ իրավիճակ կարող է լինի մեր տնտեսությունը շատ բան հասցնի անել, 2 տարուց այլ, 3 տարուց այլ։ Հիմա ես խնդրում եմ մոտավոր ժամկետ ասեք, ես փորձեմ ձեր հարցին պատասխանել։ Շնորհակալություն։ Արձագանք։ Պարոն Թունյան, ընդունենք 1 տարի հետո օրինակի համար, բայց արձագանքի ժամանակ հարցը տամ, հիմք ընդունենք 1 տարին օրինակի համար, ի՞նչ է տալիս դες, 1 տարի հետո ավարտվեց ընդունենք։ Բայց հաջորդ հարցն է, ես ուզում եմ ձեր կարծիքը լսել Հայաստանում օնլայն կազինոները կտրականապես փակելու վերաբերյալ եւ օնլայն կազինոների, որ կտրականապես գործունեությունը փակեն Հայաստանի Հանրապետության տարածքում, որ ոչ մեկ չկարողանա խաղալ, ձեր տեսակետը եւ խաղամոլության ինչպես եք վերաբերվում։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան։ Եթե 1 տարուց պատերազմը ավարտվի, իմ ձեռքի տակ կա ֆինանսների նախարարության միջնաժամկետ կանխատեսումը, օրինակ 2027 թվականին մեր տնտեսական աճը ոչ մի նվազում չի ունենա, այս ձեր առաջին հարցին պատասխան, ինչ վերաբերում է օնլայն խաղատները արգելելուն, ես լրիվ կողմ եմ այդ գաղափարին, եթե ինչ-որ մեկը ցույց տա այն ձևը, որ հնարավոր է արգելել ընդհանրապես ապօրինի կամ դրսում գրանցված բուկմեկերական ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, որտեղ մենք ինչքան տեղում աշխատող բուկմեկերների համար պայմանները խստացրել ենք, ցավոք սրտի վերջին 1 տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ կա ահագին մեծ արտահոսք դեպի դրսի բուկմեկերական ընկերություններ, այսինքն պիտի այստեղ լինի իրականացնելու համար բավարար պայմաններ ու տեխնիկապես դա հնարավոր լինի անել։